Անահիտ հին հայկական դիցաբանության ամենասիրված ու լուսավոր աստվածուհիներից էր։ Նա սիրո, գեղեցկության, այլության, պտղաբերության և բուժման աստվածուհին էր։ Հին հայերը հավատում էին, որ այնտեղ, որտեղ կա բարություն, ջերմություն ու մաքուր սեր, այնտեղ ապրում է Անահիտի լույսը։ Նրա ամուսինն էր Արամազդը, աստվածների հայրը և աշխարհի պահապանը։ Եթե Արամազդը խորհրդանշում էր ուժն ու իմաստությունը, ապա Անահիտը սերն ու կյանքի ջերմությունը։ Նրանց միությունը հին հայերի համար աշխարհի հավասարակշռության խորհրդանիշն էր, քանի որ նրանք հավատում էին, որ միայն ուժով աշխարհը կդառնա սառը, իսկ միայն սիրով անպաշտպան։ Հին լեգենդներից մեկում պատմվում էր, որ մի օր աշխարհը կորցրել էր իր լույսը։ Մարդիկ դարձել են անտարբեր, գետերը ցամաքել են, իսկ մարդկանց սրտերում հույս չէր մնացել։ Այդ ժամանակ Անահիտը իջնում է երկիր, հասարակ աղջկա կերպարանքով։ Նա շրջում էր գյուղերով, օգնում հիվանդներին, սփոփում միայնակ մարդկանց ու իր վերջին հասը կիսում աղքատների հետ։ Ոչ ոք չէր ճանաչում նրան, քանի որ նա իր աստվածային ուժը ցույց չէր տալիս փառքով, այլ բարությամբ։ Մի օր նա տեսնում է, թե ինչպես մի փոքրիկ երեխա իր վերջին կտոր հացը տալիս է սոված թռչնին։ Ասում են, հենց այդ պահին երկինքը լուսավորվում է, անձրև է գալիս և չորացած հողը նորից ծածկվում է ծաղիկներով։ Այս լեգենդը մարդկանց սովորեցնում է, որ նույնիսկ աշխարհի ամենամեծ խավարի մեջ մեկ բարի սիրտը կարող է նոր կյանք բերել։ Անահիտի մասին պատմությունները մինչ օրս պատմվում են, որովհետև նրանք հիշեցնում են մի պարզ, բայց խորիմաստ ճշմարտություն։ Իրական գեղեցկությունը մարդու արտաքինի մեջ չէ, այլ նրա հոգու լույսի, իսկ ամենամեծ ուժը ոչ թե իշխանության, այլ սերը։ Բարությունն այն ջերմությունը, որը մարդուն թողնում է ուրիշների սրտերում։